Ինչու է մեդիագրագիտությունը կարևոր ընտրությունների ժամանակ։ Ազատ և արդար ընտրությունները գրեթե հնարավոր չեն առանց անկախ մեդիայի։ Ընտրությունը պարզապես քվեարկություն չէ։ Դրան գործընթաց են, որտեղ քաղաքացիները պետք է տեղեկացված որոշում կայացնեն։ Մարդիկ պետք է հասկանան, ովքեր են թեկնածուները, ինչ ծրագրեր են առաջարկում և ինչ ազդեցություն կարող են ունենալ երկրի ապագայի վրա։ Այստեղ լրատվամիջոցներն ունեն առանցքային դեր։ Մեդիան ոչ միայն տեղեկացնում է մարդկանց, այլ նաև վերահսկում ընտրական գործընթացը։ Հենց դրա համար լրագրողներին հաճախ անվանում են ժողովրդավարության ոչդոգ վերահսկող։ Նրանք վեր են հանում խախտումները, ստուգում փաստերը և հետևում, որպեսզի ընտրական գործընթացը լինի թափանցիկ ու արդար։ Բայց այստեղ կա կարևոր պայման. մեդիան պետք է լինի անկախ։ Եթե լրատվամիջոցները քաղաքական կամ տնտեսական ազդեցության տակ են, ապա մարդիկ չեն ստանում ամբողջական և հավասարակշռված տեղեկատվություն։ Արդյունքում քաղաքացիները չեն կարող լիարժեք տեղեկացված ընտրություն կատարել։ Այսօր մեդիա դաշտը փոխվել է։ Եթե նախկինում հիմնական աղբյուրները հեռուստատեսությունն ու թերթերն էին, ապա այժմ տեղեկատվության մեծ մասը մարդիկ ստանում են սոցիալական ցանցերից՝ Facebook, TikTok, Instagram, YouTube, Telegram։ Այսօր դրանք են դարձել ընտրությունների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրներից։ Բայց այստեղ առաջանում է նոր վտանգ։ Սոցիալական մեդիայում շատ արագ են տարածվում կեղծ լուրերը, մանիպուլյացիաները և ապատեղեկատվությունը։ Հաճախ մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ տեսնում են կողմնակալ կամ հատուկ նպատակով ստեղծված մեդիա բովանդակություն։ Այդ պատճառով արտահայտվելու ազատությունը համարվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում է լրագրողների և մեդիայի ազատ գործունեությունը։ Սա նշանակում է, որ պետությունը չպետք է միջամտի լրագրողական աշխատանքին կամ սահմանափակի տեղեկատվության ազատ տարածումը։ Բայց միաժամանակ կարևոր է նաև պատասխանատվությունը։ Լրատվամիջոցները պարտավոր են հարգել այլ մարդկանց իրավունքները և չտարածել ատելության կամ բռնության կոչեր։ Ժողովրդավարության ուժը հենց այստեղ է։ Մի կողմից պահպանել խոսքի ազատությունը, իսկ մյուս կողմից պաշտպանել հասարակությանը մանիպուլյացիաներից և վտանգավոր քարոզչությունից։ Այսօր տեղեկացված ընտրողը ժողովրդավարության ամենակարևոր պաշտպանությունն է։ Բայց ինչ է մեդիագրագիտությունը։ Սա մարդու կարողությունն է հասկանալ, վերլուծել և քննադատաբար գնահատել տեղեկատվությունը։ Մեդիագրագետ մարդը չի հավատում յուրաքանչյուր հրապարակման միայն այն պատճառով, որ այն կամ շատ է տարածված, կամ հուզական է։ Նա ստուգում է աղբյուրը, համեմատում փաստերը և փորձում հասկանալ արդյոք իրեն չեն մանիպուլացնում։ Մեդիագրագիտությունը ունի 3 կարևոր բաղադրիչ։ Առաջինը դա տեղեկատվության քննադատական գնահատումն է, երկրորդը մեդիայի ազդեցության գիտակցումն է, իսկ երրորդը գործնական հմտություններն են։ Մեդիագրագիտության առաջին կարևոր բաղադրիչը դա տեղեկատվության քննադատական գնահատումն է։ Սա նշանակում է հասկանալ, թե ով է հրապարակման հեղինակը, որքան վստահելի է աղբյուրը, կա արդյոք կողմնակալություն և ինչ նպատակ կարող է ունենալ տվյալ նյութը։ Երկրորդ կարևոր բաղադրիչը դա մեդիայի ազդեցության գիտակցումն է։ Այսօր սոցիալական ցանցերի ալգորիթմները հաճախ մարդկանց ցույց են տալիս այնպիսի բովանդակություն, որը ավելի շատ հույզեր է առաջացնում։ Արդյունքում մարդիկ կարող են հայտնվել հակատեղեկատվական փուչիկների մեջ, որտեղ միայն տեսնում են իրենց կարծիքը հաստատող կամ համակարծիք նյութեր։ Երրորդ կարևոր բաղադրիչը գործնական հմտություններն են։ Օրինակ, փաստերի ստուգումը, նկարների կամ տեսանյութերի իսկության ստուգումը, վստահելի աղբյուրների տարբերակումը և պատասխանատու տեղեկատվական վարքագիծը։ Ընտրությունների ժամանակ սա հատկապես կարևոր է։ Կեղծ լուրերը կարող են ազդել մարդկանց քաղաքական ընտրության վրա, խաթարել վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ և ստեղծել լարվածություն հասարակության ներսում։ Այդ պատճառով մեդիագրագիտությունը ոչ միայն անձնական հմտություն է, այլ նաև ժողովրդավարության պաշտպանության գործիք։